Ես հավատում որ դու այսօր օրհնված կլինես, որտեղ չկա մի օր, որ Աստված չի ուզում օրհնի մեզ։ Նա ամեն օր ուզում է օրհնի, նա ուզում է ամեն օր սովորեցնի մեզ, նա ուզում է մեր ձեռքից բռնած տանի այնտեղ, որտեղ որ ինքն է, հալելույա։ Որտեղ խոսքն ասում է, որտեղ ես եմ, այնտեղ պետք է լինի իմ ժողովուրդը, որ ես լինեմ նրանց համար Աստված, իսկ նրանք լինեն իմ համար զավակներ, հալելույա։ Փառք Հիսուսին։ Մենք որդեգրված ենք։ Աստված որդեգրել է եւ որդու կարգավիճակ է տվել այս երկրի վրա, որպեսզի մենք ժառանգները լինենք իր, հալելույա, ամեն, եւ մենք կարող ենք այսօր լինել ժառանգները, բայց դրա համար պետք է վերահսկել կյանքը քո։ Ամեն։ Գիտեք, այսօրվա իմ քարոզի թեման է հսկիր քո կյանքը, որտեղ դու անձամբ ինքդ պետք է հսկես քո կյանքը, որ հանկարծ վերահսկողությունից դուրս չգա, որովհետև մենք տեսնում ենք, եթե ինչ-որ բան վերահսկողությունից դուրս է գալիս, այնտեղ կատարում է քաոս։ Այնտեղ կատարում են ոչ ճիշտ բաներ, այնտեղ չի գործում օրենքը, այնտեղ չի գործում գտես խոսքը, այնտեղ չի գործում, ոչ մի բան չի գործում, եթե կյանքը վերահսկողությունից դուրս է գալիս։ Դու չես վերահսկում քո լեզվին, դու չես վերահսկում քո մտքին, եւ դու չես վերահսկում քո հոգուն։ Ես որ խոսամ այս երեք բաների մասին, թե ինչպես մենք պետք է հսկենք մեզ, ինչպես պետք է սովորենք Աստծուց, որպեսզի կարողանանք անցնել այն բոլոր դժվարությունները, որոնք այսօր սատանան ուզում է բերի յուրաքանչյուրի կյանքի մեջ։ Որտեւ երբ որ մենք ընդունեցինք Քրիստոսին, մենք հակառակվեցինք սատանային, մենք դուրս եկանք նրա իշխանության տակից, մենք մերժեցինք չարը, ընտրեցինք, մերժեցինք խավարը, մերժեցինք շատ բաներ, որոնք աշխարհում էին, եւ եկանք մի տարածք, որտեղ որ ընդունեցինք Տիրոջից, հալելույա, ամեն, այն ինչ որ անհրաժեշտ է վերստին ծնունդի եւ հավիտենական կյանքի համար, հալելույա։ Որտեւ Աստծով փրկված ենք յուրաքանչյուրս։ Կարաս կողքին տասես դու փրկված ես։ Ու մի քարծր խոսք, հա, սրտից թող գա քո լեզվով, ասա քո լեզվով, քո կողքինին մի քարծր խոսք, որը շինություն կտա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մենք իրանք չունենք վերահսկողությունից դուրս գանք։ Ու այսօր շատ կարևոր է, որպեսզի քայլենք առաջ հավատքի մեջ, լինելով հավատարիմ Աստծուն, որպեսզի կարողանանք մեր կյանքերում ունենանք այն օրհնությունները, որը Տերը խոստացել է։ Որ երբեք չերկմտենք, որ երբեք հետ չմնանք այն շնորհքից, որ Աստված տվել է։ Եվ Աստված տվել է մեզ։ Նա չի, որ ինքը չի տվել։ Ամեն ժամանակ նա տալիս է, որտեղ նա տվող Աստված է։ Նա երբեք չի խնայում իր զավակներից ոչ մի բան։ Նա ուզում է, որ իր զավակները խաղաղություն ունենան, իրենց զավակները կյանք ունենան եւ ավելին ունենան։ Նա խնդիրը, գիտեք, մեկն է, որ քեզ պահի չարից։ Աստված խնդիր ունի։ Եվ նա խնդիրն է պահի չարից, որտեղ հենց Հիսուսը ինքը հայր մերի մեջ ինչ ասեց, հա, սովորեցեց այդ աղոթքը եւ մերձ հեռու պահիր չարից եւ մեզ մի տար փորձության, այլ պահիր մեզ չարից։ Եվ որտեղ խնդիր է դարել այսօր չարից, հա, պաշտպանվելը։ Եվ չարից պաշտպանվելու համար պետք է հսկենք մենք։ Այն ինչ որ խոսում ենք, այն ինչ որ անում ենք, այն ինչ որ հրճակում ենք, այն ինչ որ մտածում ենք եւ այն ինչ որ թույլ ենք տալի, որ գա մեր հոգիների մեջ։ Հալելույա։ Գիտեք, շատ ժամանակ տեսել եք տրտմած մարդ, հոգևոր ընկած մարդ։ Տեսել եք այդ ձևի մարդկանց։ Ես տեսել եմ, երբ որ հոգով, հա, կոտրված, սրտով կոտրված, հոգու հետ ընդհանրապես ոչ մի շփում չունեցող մարդ։ Եվ նա մտածմունքները տանջում են իրան, եւ նա չի կարողանում երբ գործի, որտեղ ամեն բան վերահսկողությունից դուրս է գալի։ Ու այսօր Աստված իմ սրտի մեջ դրել է, որպեսզի մենք սովորենք հսկել մեր անձերը, որպեսզի սատանան երբեք չկարողանա մեզ միտք բերի, որ այդ մտքերը մեզ շեղեն ճշմարտությունից, այդ մտքերը տանեն դեպի աշխարհ, այդ մտքերը տանեն դեպի այն բաները, որից Աստված մեզ ազատել է, հալելույա։
Որ նորից չգնանք ընկնենք այն գերության մեջ, որտեղ մի ժամանակ կայինք։ Այդ գերությունից Աստված ազատեց եւ մեզ ազատեց այդ մտքերից, որպեսզի մենք ազատ միտք ունենանք, խոսենք եւ լինի։ Հալելույա, ամեն։ Այսօր մենք պետք է կառավարենք եւ նայենք եւ սկսենք վերականգնել այն ամենը, ինչ որ կորսված է մեր կյանքերում, ինչ որ սատանան գողացել է եւ հեռացրել է մեր կյանքերից։ Մենք պետք է հետ վերադարձնենք գողունը, պետք է հետ վերադարձնենք այն, ինչ որ Աստծուց է տրված, բայց սատանայի կողմից հարստարված գողացված։ Որ այսօր շատ կարևոր է սիրելիներս, որ մենք հետևենք մեր անձերին, թե ուր ենք գնում, ինչ ենք անում եւ ոնց ենք հավատում եւ ոնց ենք պատկերացնում, արդյոք ես այն միտքը ունեմ Աստծո, թե ինչ պետք է անեմ, որպեսզի ես կարողանամ Աստծուն հաճելի լինեմ եւ ժառանգեմ այն ժառանգությունը, որ Աստված արդեն տվել է ինձ երկնքում։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ու առաջի օրինակը հենց գիտեք ով էր, մեր համար դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա սովորեցնում է մեզ փորձություններից դուրս գալու ձևերը։ Գիտեք, երբ որ նա տարվեց անապատ, 40 օր ինքը հարձակումների տակ էր, 40 օր նա ճնշված էր, 40 օր նա պատերազմում էր, ու 40 օր դեմ էր կանգնել նրան, ով որ եկել էր խաբելու, ով որ եկել էր գայթակղելու, ով որ եկել էր, գիտես, մտքի մեջ գցելու կասկածանքը։ Ու այսօր սատանայի գործելավոճը չի փոխվել, որտեղ երբ որ մենք գալիս ենք Աստծուն, նույն փորձությունը մեր կյանքերում է գալիս։ Եվ սատանան հեշտ անգից գալիս է, որպեսզի փորձի մեզ, Աստծո խոսքով է գալիս փորձի, բայց արդյոք մենք ունենք այն միտքը, որը դեմ է կանգնում սատանայի հնարքներին, եւ սատանան գնում է մեզանից։ Եվ դա պետք է վերահսկվի։ Եթե մենք չենք վերահսկվում այդ ամենը, ապա 100%-ով ես տեսել եմ մարդիկ, որոնք գայթակղվում են։ Տեսել եք գայթակղված մարդիկ, ցանկությունների հետևից գնացող մարդիկ, Աստծուն փորձող մարդիկ։ Ու շատ կան այդ ձևիները, որտեղ նրանք փորձությանը չդիմացան։ Նրանք ինչ որ տեղ պարտվեցին։ Ու հենց դրա համար Աստված ուզում, որ մենք հսկենք այն ամենը, ինչի մեջ Աստված մեզ դրել է։ Որտեղ այդ տարածքի մեջ, եթե մենք թույլ ենք տալի, որ չարը մոտենա, ինքը մոտենում է։ Եթե մեր խոսքով ենք մենք թույլ տալի, մեր մտքով ենք թույլ տալի, եթե մեր միտքը, մեր լեզուն եւ մեր հոգին լինի հսկողության տակ, երբեք մենք դժվարության չենք հանդիպի, այլ հաղթանակով դուրս գանք բոլոր իրավիճակների միջից։ Եվ այսօր Աստված ուզում է բացի մեր միտքը։ Ո՞վ է ուզում, որ Աստված բացի իր միտքը, որ հասկանա այն ամենը, ինչ որ Աստված ուզում է տա։ Հալելույա, չքնես։ Խնդրում ենք ես չքնես։ Ես զգում եմ մի հատ ոգի է, որը որ գալիս է քնացնի, միտքը ծանրացնի, միտքը թուլացնի, որ քնես ու չլսես։ Անտարբեր չլինես այն խոսքին, որ այսօր Աստված տալիս է քեզ արտասնելու այն ամենից, ինչը որ, թույլատվեք քեզ ննջելու, քննելու, չգիտեմ, անտարբեր լինելու այն ամենի համար, ինչ որ Աստված պատրաստել է։ Փառք Հիսուսին։ Թույլ չտաս, դու պետք է հիմա դեմ կանգնես, որ այդ ոգին գնա։ Դու պետք է դեմ կանգնես, որ գիտես սատանան քո հասկացողության դեմ դուրս չգա։ Որ դու սկսես հասկանալ այն, ինչ այսօր այստեղ կատարվում է Սուրբ Հոգու միջոցով։ Դու պետք է բացես քո ականջները, որպեսզի լսես։ Դու պետք է բացես քո սիրտը, որ Աստված ներս գա։ Ոչ մեկ քո փոխարեն չի գալու քո սիրտը բացի։ Ու Աստված այսօր ուզում է, որ մենք անցնենք այդ ճանապարհը փորձության եւ ամուր լինենք եւ մտնենք նրա զորության մեջ եւ նրա Սուրբ Հոգու վերահսկողությունը ամբողջությամբ վերականգնի մեր կյանքերում։ Մենք շատ ժամանակ դուրս ենք գալիս Սուրբ Հոգու վերահսկողությունից, գնում ենք մենք մեր ուզածի հետևից, մեր իմացածն ենք խոսում եւ խոսալուց հետո վնասվում ենք, հետո գալիս ենք ասում ենք Աստված ջան, վնասվել ենք։ Աստված ասում է, եթե ուշադիր լինեիր, այն ամենին ինչ որ ես քեզ ուզում եմ սովորեցնեմ,
Այն ժամանակ դու հաջողակ կանեիր քո ճանապարհները։ Փառք Հիսուսին։ Ո՞վ է ուզում հաջողակ սարքի իր ճանապարհները դարձնի։ Ես ուզում եմ, ես եմ ուզում առաջինը, որ իմ ճանապարհները հաջողակ լինեն, որ ես խոսեմ եւ իմ խոսքերս ընդունելի լինեն եւ մարդկանց եւ Աստծուն։ Որտեւ այսօր շատ ժամանակ շփվում ենք մարդկանց հետ, հա, մարդիկ կան, որոնք ընդունում են եւ մարդիկ կան, որոնք չեն ընդունում։ Եղել է դեպք, երբ որ դու գնում ես մեկին ուզում ես համոզես ինչ-որ բան ու ինքը չի հավատում, չեն ուզում լսի։ Որտեղ նրա միտքը ինչ անը բռնված է եւ այնտեղ ոչ թե Աստված է գործում, այլ չարը, որ նրա միտքը անգամ չբացվի, հետ դառնա ու Աստված սկսի բժշկել, որտեղ նա ունի որոշում։ Եվ այդ որոշմանը եւ Աստված է նայում, եւ Սատանան է նայում։ Թե ում կողմից ես, դու այսօր Աստծուն ես ընդունում, ուզում ես, որ Աստված վերահսկի քո կյանքը, թե մտնում ես մի տարածք, որտեղ որ Աստված չկա։ Ու գիտեք որտեղ Աստված չկա։ Հիմա մի հատ հետաքրքիր բան, որ իմ հոգու մեջ ես զգում եմ, պատկերացրեք հավաքվել եք մի քանի հոգի, հավաքվել են ու սկսում են քննադատել։ Սկսում են մարդկանց չարախոսել։ Ու սկսում են բամբասել։ Սկսում են տրտնջալ։ Արդյոք Աստված կա այդտեղ։ Վերահսկողությունից դուրս է։ Դու մի տարածքում ես, որտեղ ոչ մի բան չի վերահսկվում, այլ ամեն բան գնում է դեպի չարության, դեպի կործանման, որտեղ դու քո խոսքով, հա, մարդու հետևից խոսալով մարդուն գցում ես մի իրավիճակի մեջ, որտեղ որ սատանայի համար դուր է բացում։ Դու չես դառնում այն անոթը, որը օգտագործում է մարդկանց բարձրացնելու, մարդկանց կառուցելու, մարդուն կյանք ներշնչելու։ Եվ ստե շատ կարևոր է, թե ոնց ես նայում եւ ոնց ես կառավարում, ոնց ես վերահսկում քո շուրթերից, քո լեզվից դուրս եկած խոսքերը։ Փառք Հիսուսին։ Ու Տերը ուզում է սովորեցնի, որ մենք ճիշտ խոսենք։ Սուրանի կողքին տաս Աստված ուզում է, որ դու ճիշտ խոսքեր խոսես։ Որ հսկես, որ կառավարես, որ դու տաս, որ Սուրբ Հոգին կառավարի քո լեզուն, որ հանգած քո լեզուն չդառնա ուրիշի համար վտանգավոր։ Ու կարա դառնա ուրիշի համար վտանգավոր քո խոսքը։ Այսօր շատերը ներքուստ ապաշխարելու եք Աստծո առաջ։ Եվ հետ ենք դառնալու այն աղբյուրին, որի մոտ Աստված կանչել է մեզ։ Որ կենթանի ջրերը դուրս գան մեր շուրթերից, մեր լեզուն խոսի ճշմարտությունը, մեր լեզուն խոսի այն, ինչ որ բարին է, հաճելին ու կատարյալը։ Այլ ոչ թե ցանկությունները, մեր իմացածը, մեր մտածածը, որը որ կարա բերի կործանում։ Հիմա արեք անցնենք հերթականությամբ լեզու Հակոբոս 3-րդ գլուխ։ Փառք Հիսուսին։ Կաս է ուրախ մարդ։ Հալելույա։ Այսօր շատ մարդիկ խոսում են, ուզում են ապացուցեն իրանք ճիշտ է, իրանք որ ճիշտ են, սա սխալ են, իրանք ճիշտ են։ Ու խոսում են, ու շատ խոսալու մեջ մեղանչում են։ Ասա ես շատ չեմ խոսելու։ Այլ խոսել եմ այն, ինչ որ վերականգնում է, ինչ որ մարդուն բարձրացնում է, ինչ որ մարդուն, գիտես, բերում է Աստծո գերբնական ներկայությունը եւ հրաշքները։ Փառք Հիսուսին, ես դա եմ ուզում խոսեմ։ Ես ուզում եմ խոսեմ կյանք, յուրաքանչյուրիդ կյանքի վրա։ Հալելույա։ Ես տեսել եմ դժգոհ մարդիկ։ Գիտեք ինչ էր կատարվում, նրանք ովքեր որ սկսում էին տրտնջալ ու դժգոհել։ Աստծուն տեսնելով, Աստծո հետ գնալով, Աստծո տված մանանա ձրի ուտելով տրտնջում էին։ Ում դեմ? Մովսեսի դեմ։ Մովսեսի դեմ տրտնջալով տրտնջում էին Աստծո դեմ։ Էթանք գնանք, ընդ ավելի լավ է, սող սխտոր գնանք։ Ու իրանց հաճելի մարդիկ ուզեցին բարձրացան ու իրանց հաջողվեց։ Մարդկանց, հա, մի խումբ, որոնք ասին մենք էլ ենք լսում ասում, բայց
Եթե լսեին, նրանց հայացքը հետ չէր գնա դեպի Եգիպտոս։ Ասա ասուն լսողի հայացքը միշտ ասուն է ուղղված։ Կարաս ասես ասուն ունեցողը միշտ ասուն է հայացքը ուղղված։ Փառք Հիսուսին։ Շատ վարդապետներ մի եղեք եղբայրքս, գիտենալով, որ մեծ դատաստան պիտի ընդունեք։ Ասա լինելու է դատաստանը։ Մեծ ու փոքր, հայտնության մեջ ասում մեծ ու փոքր, կանգնելու են Աստծո առաջ եւ ամեն մեկը պատասխան է տալու իր գործերի համար, իր խոսքերի համար։ Հալելույա։ Որտեղ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Ստղեք դուք։ Երբ մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է։ Կանց դե կատարյալ մարդ։ Հալելույա։ Նա որի մեջ է, նա է կատարյալ։ Եվ նա սովորեցնում է ինձ դառնալ կատարյալ, ինչ անելով, հսկելով իմ լեզուն, որը երբեք վերահսկողությունից, իրանությունից դուրս գա։ Դավիթն ասում էր Տեր իմ Աստված քո Սուրբ Հոգուս անձը դիր։ Հալելույա, ղեկավարիր ինձ, կառավարիր ինձ։ Ես ուզում եմ կառավարվեմ։ Իմ որոշումն է, հա, կառավարվել նրանից, որ թույլ տա, որ իմ լեզուն չարություն խոսի։ Ես ուզում եմ միշտ կյանք խոսեմ։ Հռչակեմ կյանք։ Ու ես մտնում եմ այդ կյանքի մեջ եւ իմ լեզուն սկսում է խոսել սրտիս ավելցուկից, որը լցվում է Աստծո հոգով, Աստծո խոսքով, աղոթքով, ես լցվում եմ աղոթքով Տիրոջից։ Ես կարողանում եմ աղոթքի ժամանակ վերցնել նրա ճշմարտությունը իմ հոգու խաղաղության համար։ Որ իմ հոգին միաձուլվում է Տիրոջ հոգու հետ։ Եվ իմ սիրտս դառնում Աստծո սրտի նման, Փառք Հիսուսին, որտեղ նա է փոխում մեր սրտերը։ Երբեք չքարացնես քո սիրտը։ Երբեք դու չտաս, որ քո սիրտդ Աստծուց հեռանա։ Բայց ես խոսում եմ հիմա խոսքի մասին, որտեղ դու խոսքով կարող ես քո սրտիդ մեջ բերել խաղաղություն, եւ քո խոսքով կարող ես բերել անխաղաղություն։ Փառք Հիսուսին։ Ասա Աստծո կամքը խաղաղություն է տալիս, բայց միտքը անխաղաղություն։ Եվ դրա համար ես պետք է հսկեմ իմ միտքը, իմ լեզուն, իմ միտքը եւ իմ հոգուն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Տեսերերի ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրան հնազանդեն մեզ։ Հալելույա։ Որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիները կներեք եւ նրանք հնազանդեն մեզ եւ նրանց բոլոր մարմինը կառավարում ենք։ Պատկերացնում եք սանձն է կառավարում։ Իսկ սանձը ում ձեռքն է, ձիավորի ձեռքը։ Ասա լեզուն այսօր իմ ձեռն է։ Ձիավորի ձեռն է։ Ինքը որ կողմը ուզում է, ֆրսնում է, ուզում է կանգնեցնում է, բացա թողում ինքը գնում է։ Բայց գնում է այնտեղ, որտեղ որ ձիավորն է ուզում։ Չի գնում այնտեղ, որտեղ ինքն է ուզում։ Բայց նայեք, նաև հաջորդը նավերն էլ որ այսչափ մեծ են, ով է տեսել նավ։ Տեսել եք նավեր։ Մեծ նավեր են, չէ՞։ Պատկերացնում եք, ինչքան մեծ նավեր են, ու մի հատ փոքր ռուլ է։ Տեսել եք այդ նավերի ռուլերը։ Ու ասում է, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են։ Քամիները ինչ են անում։ Քշում են։ Ասա լիքը քամիներ կան, որոնք գալիս են իմ կյանքի մեջ, որ ինձ քշեն։ Հա որ քշեցին, ինչ կանի։ Կտանի կարող խփի, այն սարերին կխփի, չէ, բաներ կան այդպես ծովերի մեջ, ժայռեր։ Բայց ինչ անում ասում է։ Մի փոքր ղեկով կառավարում են, որ կողմը որ ղեկավարի միտքը կամենա։ Ասա ղեկավար պետք է ունենա միտքը։
որ ինչ անի, ազատի, հալելույա, այն չար տեղերից, որտեղ որ քամիները ուզում են տանեն։ Ու մեր կյանքերում, սիրելիներս, շատ ժամանակ գալիս են այդ քամիները։ Բայց արդյոք դու ո՞նց ես ղեկավարում, ում ես տվել քո կյանքի ղեկը, որ ինքը ղեկավարի քո կյանքը, որ դու փորձության մեջ չընկնես։ Ո՞վ ուզում է իր կյանքը, հա, տա Հիսուսին, որ Հիսուսը ղեկավարի։ Մենք ենք ղեկավարում։ Չասես չէ, ես ասեմ, բոլորդ այսօր ստե նստած, դուք եք ղեկավարում ձեր կյանքը, որտեղ ոնց ուզում, տենց անում եք։ Ինչ ուզում խոսում եք։ Բայց եկել է ժամանակը, որ մենք հասկանանք, որ ինչ որ ուզում ենք չխոսանք, ինչ որ ուզում ենք չմտածենք, որտեղ դա չի Աստծո կամքը, որ մենք մեր ցանկությունների հետևից գնանք ու մոռանանք Աստծո խոսքը։ Ու որ կողմը, որ ղեկավարի միտքը կամենա, Փառք Հիսուսին, որտեղ ղեկավարի մոտ կա կողմնացույց, ով գիտի կողմնացույցի մասին։ Ղեկավարը գիտի, որտեղ պետք է ուղղությունը վերցնի, որ հասնի նավահանգիստ։ Որտեղ ղեկավարը գիտի այդ բոլոր փոթորիկների միջից դուրս գալու ձևը, որտեղ ինքը ունի այդ հնարավորությունը եւ այդ գիտությունը։ Փառք Հիսուսին։ Մարդը չգիտի։ Գիտես ամբողջ նավի վրա կա մեկը, որ կարող է եւ սովոր է ղեկավարել ղեկը։ Ոչ թե բոլոր նավաստիները գիտեն այդ ղեկի կառավարման ձևը, այլ հատուկ մարդիկ։ Ու հիմա ամենադժվար պահին գիտեք ով է վերցում ղեկավարի այդ ղեկի կառավարումը, կապիտանը։ Տեսել եք, ես տեսել եմ, հալելույա, որ մարդիկ չեն կարողանում այլևս ղեկավարել, գալիս է ով, գալիս է ղեկավարը, ասա ղեկավարը, որը գիտի ուր է տանում, Փառք Հիսուսին, որտեղ նա գիտի քամուշ գնությունը, նա գիտի ալիքների գնությունը, նա գիտի որ կողմ ուղի, որ չկործանվի։ Եվ այսօրն է։ Դու ուզում ես իսկականից այսօր, դառնաս այդ կատարյալ մարդը, որ Աստված է ուզում։ Այն մարդը, որը երբեք չի վնասվի։ Այն մարդը, որը երբեք չի շեղվի, այն մարդը, որը երբեք չի մոլորվի։ Ես ուզում եմ։ Կա իմ հետ ուզող։ Դրա համար ինչ պետք է անենք, մեր կյանքի ղեկը հանձնենք Հիսուսին։ Ոչ թե ինչ որ մենք ենք ուզում անենք, գնանք անենք, առանց հարցնելու, առանց աղոթելու, ես ձեզ ասեմ, առանց աղոթքի ինչ էլ որ գա, առանց Աստծո կողմից օգնության, որ Աստված կոնկրետ խոսա ինչ որ բանի, դա ժամանակավոր է։ Բայց այն ինչ որ դու ստանում ես Աստծուց եւ հաստատությունը 1, 2, 3 անգամ ստանում ես, որ դա Աստծուց է, Աստծո կամքն է, դա մնալու է, ոչ մի անգամ սատանան չի կարա հարձակում գործի այդ գործի վրա։ Դրա համար ամեն քայլից առաջ հարցրա Տիրոջը։ Քո կամքն է Տեր, թե իմ ցանկությունն է։ Հալելույա։ Այնպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Մեծ բաներ է խոսում։ Ես մարդկանց եմ տեսել, որ իրանք ոչ մի բան իրանցից չեն ներկայացնում, բայց այնպես մեծ բաներ են խոսում, ու դու զարմանում ես, ասում ես, ես ուր ես հասել։ Բայց մեծ բաներ է խոսում, տես, մի փոքր կրակը որքան բան է վառում։ Ու այդ մեծ խոսացողները ինչ են անում, կրակ են գցում։ Որտեղ իրանք ոչ թե Աստծո դիրքից են խոսում, ոչ թե խոնարհությամբ, այլ հպարտությամբ եւ իրանց մտքի կարողությամբ։ Այսօր շատ կարևոր է սիրելիներս, որ մենք ոչ թե կրակ գցողը լինենք, այլ կրակ հանգցնող։ Ես ի նկատի ունեմ աշխարհիկ կրակները,
Ոչ թե Աստծո Սուրբ Հոգու կրակը, որտեղ Սուրբ Հոգու կրակը ոչ մեկ չի կարող հանգցնի, եթե մենք ամեն օր թույլ ենք տալու, որ Տերը վառի մեր մեջ։ Փառք Հիսուսին։ Գիտես, Տերը խոսում էր իմ սրտի հետ ու մի հետաքրքիր բան, որ հարց տվեց ինձ, քանի տարվա հավատքի ծառայով ես դու, քանի տարի ես իմ հետ։ Ու գիտեք, ես կոնկրետ ճիշտ ասած հենց այդ ժամանակ չէի կարող մի անգամից դնեի հաշվեի, քանի տարի է։ Ես չգիտեմ էր, որտեվ չեմ էլ հաշվում։ Ու գիտես, մի հատ հարց տվեց, այդքան տարվա հավատացյալ է, իրանք ունի սա անելու։ Ինձ ասում։ Ու գիտես, այն ժամանակ ուզում ես միտեղ փախնես, որ հանգարց պատասխանը ոնց պետք է տաս։ Ոնց կտաս Աստծուն այդ պատասխանը, որ դու մի բան ես արել, որը որ հեչ չի համապատասխանում քո հավատքի կյանքին։ Այդքան տարիների։ Արդյոք արժան է, որ դու այսքան տարվա ծառայող, հա, ու դու այս ձևի բան ես արել։ Գիտես, ես այդ ինչ որ արին է, ես իմ համար էդի սովորական բան էր, բայց երբ որ Աստված խոսած, արժան է արդյոք։ Գիտեք, ինչ խորը ապաշխարության ես գնում Տիրոջ առաջ, ինչքան ես դու խոնարհվում նրա առաջ, ինչքան ես դու մեղանչում Տիրոջ մոտ, որ նա ներում, ասում լավ, ներեցի, բայց մյուս անգամ մի արա։ Ով ասում որ Սուրբ Հոգին ցույց տա մեր մեջ եղած սխալները։ Բայց մենք պետք է ընդունենք։ Դու պետք է ընդունես։ Գիտես, մարդիկ ասում են, այո, մենք ընդունում ենք, բայց էլի նույն բանը շարունակվում է։ Նույնը։ Դու տեսնում ես, որ մարդը չի փոխվում։ Որտեվ քայլերն են ցույց տալու մարդու փոխվելը։ Ոչ թե գիտես այն ժպիտները, որոնք մենք իրար փոխանցում ենք, ոչ թե այն համբույրները, որոնք իրանք մենք ոչ դա չի։ Դա չի։ Ամենակարևորը գիտեք որն է, որ դու զգաս, որ մարդ հոգով իսկականից փոխվել է։ Լեզուն էլ կրակ է այդ անիրավության աշխարհը։ Նայեք ինչ ասում Հակոբոսը։ Այդպես էլ լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինն ապականում է։ Գիտեք ինչ է կատարվում, ապականվում է ամբողջ էությունը քո։ Եվ կրակով վառում է մեր գոյության անիվը։ Այն ինչ որ Աստված տվել է մեզ վայելելու, վառվում է ամեն բան։ Որտեղ մեր գործերը չեն փառավորում Տիրոջ անունը։ Եվ վառում ենք մենք մեր խոսքերով, մեր մտածելակերպով։ Եվ կրակով վառում է մեր գոյության անիվը, եւ ինքը բորբոքված է գեհենից։ Պատկերացնում եք ինչ է։ Այսօր շատ լուրջ է դրված սիրելիներս, եթե մենք ուզում ենք կյանք, եթե մենք ուզում ենք ապահովություն, ապա պետք է հսկենք մեր անձերը, մեր լեզուն, մեր միտքը, մեր հոգին։ Հալելույա։ Որտեղ գազանների, թռչունների եւ սողունների եւ ծոմ լինողների բոլոր բնությունը նվաճում է մարդկային բնությունից։ Բայց մարդկանց լեզուն ոչով կարող չէ նվաճել մի անզուր չար է լցված մահաբեր թույնով։ Նրանով օրհնում ենք Աստված եւ Հայրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությունով ստեղծված են։ Գալիս ենք ստե փառաբանում ենք Տիրոջը, գնում ենք կողքը հարևանին անիծում ենք։ Գալիս ենք ստե փառաբանում ենք, ասում ենք Հիսուս դու ես Տերը, բայց գնում ենք ու սկսում ենք բամբասել։ Սկսում ենք քննադատել, սկսում ենք տրտնջալ։ Գրես ենքան հետաքրիր Տերը ցույց տանի շատ բան, երբեք չնստես մի սեղանի շուրջ, որտեղ որ չարախոսում են, որտեղ որ ոչ թե ճշմարտությունն են խոսում, ոչ թե Աստծուց տրվածն են խոսում, այլ խոսում են իրենց ցանկությունները, իրենց մտածածը։
Գիտես սատանան եկավ ասեց, ասա թող հարց լինի, սոված ես, ասա թող ես քարերը հարց լինեն։ Գիտես դա մտքի վրա արձակում էր։ Ես ինչ ասում։ Դու ինչ ես մտածում, այսօր այդ հարցակումը չկա քո վրա։ Բայց ճիշտ պատասխան, ասա ճիշտ պատասխան։ Ոչ միայն հացով կապերի մարդ, այլ ասո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով։ Ես ուզում եմ Տեր քո բերանից դուրս եկած խոսքով ապրեմ։ Ոչ թե երևույթով։ Եթե չանես կմեռնես։ Ասա որ լինի։ Իսկ դու գիտես որ դու ասում ես լինում է։ Թե բանին թե չարը։ Դու գիտես որ դու որպես քրիստոնյա հավատացյալ դու ասում ես ու լինում է։ Որտեղ խոսքը զորություն ունի։ Ասում ես լավ անելու լավ անում, վատ անելու վատ անում։ Գիտես շատերը ասեցին վատ է ու վատ եղավ իրանց վերջը։ Երկու հոգին ասին լավ է լինելու իրանց վերջը լավ եղավ։ 10 հոգին եկան ասին վատ է չենք կարա։ Դժվար է մտնել։ Բայց երկուսը համատացին ասում ու ճիշտ խոսեցին լավ անելու մեզ Աստված ասել Աստված տալու է։ Ով ուզում է կանգնած լինի։ Ու իրանք մտան։ Են 10-ը չմտան, երկուսը մտան։ Ասա ես ուզում եմ մտնեմ Տեր։ Քո մոտ։ Քո մոտ չի ստացվի։ Ինչքան ենք լսել, որ մարդիկ գան եկել են ու ասեն քո մոտ չի ստացվի։ Իսկ ես ասում եմ կստացվի քո մոտ։ Ինչ որ ձեռնարկես ասով կստացվի։ Բայց ինչ որ ձեռնարկես քո մտքով հաստատ կքանդվի։ Թող Աստծո առաջնորդությունը լինի մեր կյանքերում, որ մենք ինչ էլ անենք, ասով անենք։ Որ մենք աշխարհիկ չենք։ Մենք ասում ենք, եւ պետք է գործենք ասով, եւ պահենք մեր լեզուն չարությունից։ Եվ թույլ տանք, որ լեզուն խոսի սրտից, սիրտը պետք է լցված լինի Աստծո խոսքից, որ լեզուն էլ խոսի Աստծո խոսքով։ Եթե այստեղ լցված չի, եսի ինչ ասես ասելու է։ Բայց երբ որ քո սրտի գա վերահսկողության տակ է, ուստեից գալիս են ճիշտ խոսքեր, դու ճիշտ պատասխան կտաս։ Բայց եթե այստեղ Աստված չի, գալիս աստեղ, գալիս է մտքի վրա, ու ինչ անում, ոչ թե սրտից է, սրտի մեջ լցվում է, այն ինչ որ արժան չի, ու դա դուրս է գալիս։ Փառք Հիսուսին։ Ուստի ասում է, միայնում բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անես։ Պետք չի եղբայրս, որ սա այսպես լինի։ Հակոբոս ասում է, պետք չի, մի արեք։ Ճիշտ չի դա։ Երբեք դու չտաս քո լեզուն չարություն խոսան։ Երբեք դու չտաս բամբասի։ Երբեք դու չտես հակառակվի։ Երբեք դու չտաս քո լեզվից մեկը վիրավորվի։ Բացածա ձեր կտասա Տեր ինձ բժշկող լեզու տու։ Որ ես խոսեմ մարդ բժշկվի։ Հալելույա։ Որ ես խոսեմ մարդը ազատագրի, որ ես խոսեմ մարդը ուրախանա, հալելույա։ Ես սովորում եմ, Աստված ջան ինձ լեզու տու, որ ես խոսեմ մարդը ուրախանա, ոչ թե տրտմի։ Հալելույա, որ նա կյանք ունենա։ Գիտես ինչքան լեզուներ կան, որ խոսում են տրտմություն են բերում, անհանգստություն են բերում։ Ես չեմ ուզում այդ ձևի լեզու ունենամ։ Ես ուզում եմ կյանք բերող լեզու, որ ասեմ գիտեք դուք հրաշք եք, դուք ունեք ապագա, դուք հաղթող եք, ու դա այդպես էլ լինի։ Ոչ թե ասեմ դու տկար ես, դու մեղավոր ես, դու չես կարաս, եթե Քրիստոսն է Տերը։ Եթե դու տվել ես քո կյանքի ղեկը Տիրոջը։ Հալելույա։ Ճիշտ է, շատ ժամանակ դժվար է։ Կամ այնքան ուժեղ ալիքներ ունի, բայց եթե ղեկը Քրիստոսի ձեռն է, ինքը այդ ալիքներն էլ կկանգնեցնի։
Գիտես, ով վերցրեց փոթորիկի ժամանակ այդ նավի ղեկը։ Դժվար էր, իրանց համար դժվար էր, արդեն անկառավարել էր դառը, եկան Հիսուսին ասեցին, հոգ չես տանում, մեռնում ենք։ Ասեց, միչև երբ ձեր հետ պետք լինեմ այդ թերավատներ։ Վեկացավ ղեկը վերցրեց իր ձեռը։ Ասաց սիտուացիան Աստված է վեկանում իր ձեռը։ Կանգնիր, հալելույա։ Հենց հիմա թող փոթորիկները կանգնեն, կանգնեցին։ Որտեվ ղեկը Հիսուսի ձեռն էր։ Իսկ հիմա արդյոք քո կյանքի ղեկը Հիսուսի ձեռն է։ Ասա Աստված, այսօր ես տալու եմ քեզ իմ ղեկը կյանքի, որ վերահսկվի, բայց դու պետք է վերահսկես։ Պետք չի։ Շուրարի կողքինիդ ասա պետք չի, որ այդ ձևը լինի։ Պետք չի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտես, ես այնքան էի աղոթում ասում եմ Տեր իմ Աստված, ես չեմ ուզում նույն խոսքը երկու անգամ խոսամ։ Չեմ ուզում։ Երեք լրիվ ուրիշ թեմա էր Աբովյանի եկեղեցում, ու երեկոյան աղոթքի ժամանակ ասում Տեր իմ Աստված, այն բանը դու որ ստե անհրաժեշտ։ Ես ուզում եմ քո անհրաժեշտ խոսքը մատակարարեմ, հալելույա։ Ու Տերը շատ բաներ ա ցույց տվել, սիրելիներս, այնքան բաներ ա ցույց տալիս, բայց չեմ ուզում կոնկրետացնեմ դրանք։ Ես ուզում եմ, որ դու կոնկրետանաս Աստծո մոտ, որ դու սկսես հսկել քո կյանքը հոգևոր։ Չթողես, որ վերահսկողությունից դուրս գա։ Գիտեք, ինչքան տեղեր կան, որ վերահսկողությունից դուրս են եկել քո կյանքում։ Այսօր Աստված ուզում է ինչ անի, բերի ամեն ինչը հավասարակշռության։ Փառք Հիսուսին։ Հարթաչափը ուրիշ է, դրան մի հատ ուրիշ ավելի ոչինչ կիմանանք հայերեն ոնց է։ Երբ որ պատը ուզում են շարեն, ինչ են անում, այդ հարթաչափն են գցում, հալելույա, ամեն, որ ինչ անի, որ հանգած սուրտեր չմնա։ Այս ձևի ամեն մեկից կյանքի մեջ հոգևոր հարթաչափ է պետք։ Ու Աստված տալու է, երեկոյան աղոթքի ժամանակ Տերը ասեց, այդ հարթաչափը կտամ, քո ձեռքերի մեջ կտանես կդնես մարդու կյանքի վրա, հալելույա, որտե է ինքը գտնվում։ Վերնա գլխիդ վրա է դնելու։ Ու նայելու է, դու ճիշտ ես, թե ծռված ես։ Ո՞վ ասում, եթե ծուռնի, Աստված դզի։ Էսի հաշվեք մարգարեական խոսք էսօր։ Եթե դու ծռված ես, Աստված քանդելու է, թազը դզի սենց հարթաչափով։ Որ չշեղվես էլ։ Հալելույա, փառք Հիսուսին։ Աղոթում եմ Աստված ջան, ցույց տու ինձ, հալելույա։ Վերցրա, ես տալիս եմ։ Ասա, մասնագետին միշտ Աստված գործիքներ է տալի։ Մասնագետը իր գործիքները ունի։ Իմ մասնագիտությունը հավատք քարոզելն է։ Ստեյք դուք։ Առաջինը իմ մասնագիտությունը հավատքն է։ Հավատքի գործեր անելն է։ Հալելույա։ Ու այն ինչ որ անհրաժեշտ է, ես խնդրում եմ Աստված տալիս է։ Հոգևոր հարթաչափ, դիր ու չափի։ Փառք Հիսուսին։ Ինքը այն ու քարի հետ։ Ասա անկյունակարի Հիսուսն է։ Այն ու քարի հետ։ Քո եղբայրը, քո կողքի եղբոր հետ հավասար ես դու։ Կպած ես, թե դատար կա 4 կողմից։ Ու Աստված տվել է դա ինձ։ Այդ գործիքը ինձ ունեմ հիմա։ Երեք գիշերն է տվել։ Ու չափվելու ենք բոլորս։ Փառք Հիսուսին։ Որ ինքը վստահում է մեզ։ Որ վստահել է այս ամենը մեզ։ Որ վստահում է իր գործը մեզ։ Այդ վստահությունը Փառք Հիսուսին էլ չեն կորցրել։ Ու հավատում եմ չեն կորցնի։ Կկարդակ։ Միթե կարելի է եղբայր 12-րդ խոսքում
11 Միթե մի աղբյուրը նույն ակնից քաղցր եւ դառն ջուր կբխի։ Միթե կարելի է եղբայր որ թզենին զիթապուտուկ բերի կամ որդը թուս, այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր անել։ Ով է ձեզանից իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով։ Ցույց տուր։ Ցույց տուր։ Իմաստուն ես ցույց տուր, քո գործերը ցույց տուր։ Ցույց տու կտեսնենք։ Արդյոք դու ասու հետ համահունչ քայլում ես, թե քո ուզածով ես ապրում։ Արդյոք դու ենթարկվում ես Տիրոջ կողմից ընդունված կարգ ու կանոնին եկեղեցու մեջ, թե դու քո ցանկություններով ես վարվում, ծառայում ասում։ Պետք չի որ եղբայրքս այդպես լինի։ Ճիշտ վարվեք։ Հալելույա։ Ով է ձեզանից իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով։ Բայց եթե դառնախանձ եւ հակառակություն ունեք ձեր սրտերում, մի պարծենաք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Եթե դու ինչ-որ մեկի մասին խոսացել ես, այսօր օրն է, որ ապաշխար ես ասում։ Եթե ինչ-որ մեկին թարց աշկով ես նայել, կամ վերևից ես նայել, այսօր օրն է, որ դու ապաշխար ես։ Այսօր դու վերևից կնայես, Աստվածանես կանի վաղը, որ դու ամենաներքերում կհայտնվես։ Գիտես դու այդ մասին։ Ասա Տեր իմ Աստված ինձ իմաստություն տու, որ քո խոսքը ճիշտ ընդունեմ ու ապրեմ քո խոսքով։ Հալելույա։ Հեսու առաջի գլուխ 8-րդ խոսքում ասում է։ Կարանք դնենք այդ խոսքը։ Հալելույա։ Ով է ուզում որ իր կյանքը ամբողջությամբ դասավորված լինի։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Ասա իմ լեզուն պետք է խոսի Աստծո տված կարգը կանոնը։ Այդ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որտեղ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Դու ուզում ես խելացի մարդ լինես։ Արա, ուրիշ ձև չկա։ Եթե դու Աստծո խոսքը չես կարդում, եթե դու չես աղոթում, եթե դու չես մտածում Աստծո խոսքի վրա, քո ճանապարհները հաջողակ չեն լինի։ Հաջողակ դարձրա քո ճանապարհները։ Վերջի անգամ երբ ես կարդացել Աստծո խոսքը, վերջի անգամ երբ ես մասնակցել միաբան աղոթքին, որ քո հոգին լցվի։ Ինչ կարևոր է, ինքան զբաղված եմ։ Իմ հետ միաբանվող չկա։ Ես որոշել եմ։ Ես միաբանվում եմ քո հետ, Հիսուս ջան, մարդ կգա, չի գա։ Ես քո հետ գալու եմ ստե, ամեն շաբաթ 3 օր ստե, 3 օր Աբովյան։ Առավոտ կանուխ գնալու եմ աղոթեմ, ով ուզում է միաբանվի թող գա։ Խոսքով չի։ Ինձ ասին է, քիչ գործ ես անում, հիմա էլ էտես վերցնում իմ վրա։ Ես ամեն ինչը վերցնելու եմ իմ վրա։ Եթե մի տեղ կաղում է, ես պետք է վերցնեմ իմ վրա։ Եթե մի տեղ միաբանություն չկա, ես վերցնելու եմ իմ վրա։ Ես Հիսուսի հետ միաբան քայլելու եմ։ Ով որ ուզում է գա, փառք Հիսուսին, ով որ չի ուզում, էլի փառք Հիսուսին։ Ով կծառայի Աստծո կողմից վճար կստանա։ Ով որ չի ծառայի, Աստվածը ցույց կտա իրան ծառայու ու չծառայու տարբերությունը։ Ես որոշել եմ խելամուտ լինեմ։ Ով է ուզում խելամուտ լինի։ Լսեք, որ ինչքան խելոք մարդ է։ Հալելույա, ես ուզում խելամուտ լինեմ։ Որտեւ Աստծո խոսքի մեջ գրվածով եմ ես խոսալու։ Հալելույա, Հիսուսը Աստծո խոսքով դեմ կանգնեց, որ նա փախավ։
Հալելույա։ Գրված է նաև մի փորձիր քո Տեր Աստծուն։ Գիտեք ինչքան ենք փորձում։ Ու նմանում ենք այն մարդկանց, որ Աստծո խոսքի մեջ գրած ասում է, չէ՞ Մարաքյան, Աստծուն էլ փորձում են ու պրծնում են, հələ լավ էլ հարստացել են։ Բայց նրանց վերջը մենք գիտենք ինչ է։ Երբեք չփորձես Աստծուն։ Մի բանի մեջ, տասնորդի մեջ մենակ կարաս փորձես։ Մենակ այդ տեղն է գրած։ Հալելույա։ Ու տեսեք ինչ ասում։ Եվ դար, եթե դար նախանց հակառակություն ունեք ձեր սրտերում, մի պարծենաք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Այս իմաստությունը վերևից իջած չի, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական։ Ունդե, գիտես, Տիմոթեոսի գրքի մեջ ասում է, վերջի ժամանակներում մարդիկ ավելի շատ հավատքից կհեռանան ու դիվական վարդապետություններին կնայեն։ Ստես դու։ Փաստորեն կարա լինի տենց։ Երբ որ մենք ճշմարտությունից հեռանանք, նախանց հակառակություն ունենանք մեր սրտերում, ասում մի պարծեցեք, դա Աստծուց վերևից իջած չի, դա դիվական է։ Թող ոչ ոք ձեզ չխաբի։ Ու այսօր լավ էլ սատանան գալիս է, որպեսզի ինչ անի, խաբի, հորցի։ Ինչի մեջ ինքը կարա քեզ գայթակղեցնի, գցի, եղբայրասիրության մեջ, ստես դու, հյուրասիրության մեջ, պատվի արժանացնելու մեջ, ստես դու, ինչ կարևոր է, որ դու հարգես քո եղբորդ, կամ ինչ կարևոր է, որ եղբայրասիրության մեջ առաջ գնաս, ինչ կարևոր է, որ դու պատվես քո քրոջդ կամ եղբորդ, կարևոր չի, բայց Աստված ասում է կարևոր է։ Փառք Հիսուսին, ինչ եղավ, շեղվեցիր ճշմարտությունից։ Դե ինքը իմ դեմ, բա դու իրա դեմ, դու ճիշտ եղի իրա դեմ, Աստված գիտի։ Դու ճիշտ պայքես, Աստված գիտի։ Դու մի շեղվիր, Աստված գիտի։ Շողունը իրա ձեռքին է։ Փառք Հիսուսին։ Ծրված ես, գալիս ծրվել ես, սխալ ես վարվում, սիրելի սխալ ես ապրում, սա հոգուս չի, շուռ ալի ասվում։ Չէ, ինձ, ես գիտեմ, դու ոչ մի բան չգիտես, շողունն է ցույց տալի։ Քարը չի կարա ասի, ես ուղիղ դրված եմ, շողունն է ցույց տալի։ Փառք Հիսուսին։ Չեմ ուզում ես սուտ խոսան մարդ դառնամ, չեմ ուզում, հոզորով չի, չեմ ուզում սուտ խոսող լինեմ, ես ճշմարտություն ուզում եմ իմ մեջ ակտիվացնեմ, որ ճշմարտությունը ինձ ազատի բոլոր փորձություններից։ Գիտեք շատ ժամանակ խոսում ենք, ես հիմա չգիտեմ, հիմա ոնց որ Տերը տանում է, երևի մյուս անգամ քարոզեմ մնացածը, բայց այսօր լեզվի մասին, հա, լեզվի, մտքի ու հոգու մասին էր Տերը խոսացել իմ սրտի հետ, բայց չի բավականացնի ժամանակը, եթե այս ամեն ինչի մասին հիմա խոսամ, բայց ես ուզում եմ քեզ ասեմ, հալելույա, եթե դու տեսնում ես, որ քո կյանքում եկել են դժվարություններ, որ դու դժվարանում ես, հալելույա, դիմիր ղեկավարին։ Դիմիր, ասա այո Տեր, ես սխալ եմ։ Գիտես ամենավատ բանը որն է, որ մարդը իր սխալը չի ընդունում։ Քանի անգամ էր Տերը ասել, հիշի, որ գիտեք, եթե ես հիշում եմ, որտեղ եմ ընկել, գնում եմ ընդեից բարձանում եմ, դու պարտավոր ես հիշես, որտեղից ես ընկել, ու գնաս ընդե ու բարձրանաս։ Չէ, ես ընդե նորմալ ա եղել իմ, նորմալ չի եղել։ Հիշի, երբ ու որտեղից, ով քեզ գցեց։ Ու ես այսօր ասեմ, շատ մարդիկ ընկած են հենց ընդե, որոնք իրանք չեն էլ մտածում, որ հենց ընդե էր, որտեղ հակառակությունը առաջացավ։ Հենց այդ հակառակությունը իրանք գցեց ճշմարտությունից։ Ու ինքը սկսեց սուտ խոսալ, ես սիրում եմ, բայց չի սիրում, ես ներել եմ, բայց չի ներում։
Նայիր քո սրտիդ մեջ այսօր օրն է։ Ասա այսօր օրն է։ Առակաց 17 20-րդ խոսքից ծուր սրտի տերը բանություն չի գտնի։ Լսում եք։ Ծուր սրտի տերը բանություն չի գտնի։ Եվ լեզուն ծռողը չարության մեջ կընկնի։ Ստե գալիս է ուրիշ բան է խոսում, հալելույա, ես ինքան եմ սիրում քեզ, Պալին ջան, սիրում եմ քեզ, գալիս է Սվեր, գիտես ես Պալինը ինչի՞ ծռում խոսքդ։ Հոյ ջան, դու ինքան լավն ես, գնում հովի նման։ Գլխին սարկող չկա։ Այդպես էլ ասել են։ Հիմա նեղանամ, հակառակվեմ, ես ծիծաղում եմ, ուրախանում եմ, ասեմ, փառք ես Տեր ջան, հալելույա։ Որ մարդու գլխին ճիշտ բան եմ սարքում, որ շողուր եմ դնելու, որ ինքը ուղիղ լինի։ Հալելույա։ Չեմ ծռելու։ Տեսակ, չեմ մի հատ սխալ քայլը, ինչ կարա անի, կարա ծռի ու քչի ջարդի։ Կարար, ես հենց նես չէր, հավատում հենց նես չէր, մի հատ թետև սխալ, ծռեմ, մի քիչ կծռեմ ավելի ուժեղ կպնեի, ավելի շատ կծռվեր ու կընկներ, չծռեք ձեր խոսքերը, ուղիղ խոսացեք մեկիդ հետ, ուղիղ գործեք, հալելույա, ես մոռացված եմ, ես ոչ մեկին պետք չեմ, գիտեք էդ ում մտքերն են, Հալելույա, բայց երբ որ սեղան պատրաստես, ու սրտանց ուզես, եղբայրասիրության ու հյուրասիրության մեջ առաջ անցնես, հալելույա, կանչի նրան, որ քեզ քո համար չի կարող այդ սեղանը սարքի։ Որտեղ դա է Աստծո կարևոր բանը։ Այո։ Ծուր սրտի տերը բարություն չի գտնի եւ լեզուն ծռողը չարություն մեջ կընկնի։ Ֆիլիպեցիների 2-րդ գլուխ։ Հալելույա։ 14-րդ խոսքից ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի եւ վիճաբանությունների։ Տեսել եք տան մեջ կռիվ։ Ո՞վ է տան մեջ կռիվ տեսել։ Վիճում։ Այն մեկ ասում է ես եմ ճիշտ, այն մեկն ասում է ես եմ ճիշտ։ Ես տղամարդ եմ իմ ասածն է։ Ամա չէ, քո ասածը չի։ Չի համապատասխանում Աստծո խոսքին։ Ամեն բան գործեք առանց տրտնջանքի եւ վիճաբանությունների։ 15-րդ խոսքը։ Հալելույա։ Որ լինեք, ով ուզում լինի ամբից։ Կաս է մարդ, որ հիմա ես խոսում եմ Աստծո խոսքը, արթնացրա քո միտքը, որ հասկանաս, եթե դու ուզում ես ամբից լինես, ունես արա այն ինչ որ Աստված ասում է, որ լինեք ամբից, անարատ, որդիկ Աստծո, դու իսկականից ուզում ես Աստծո որդի լինես։ Կաս է մարդ, որ իսկականից ուզում է։ Առանց մեղադրանքի։ Այն կամակոր եւ ծռած ազգի մեջ, որոնց մեջ երևաք, ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ։ Ասա ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ։ Հալելույա։ Բայց դու, հենց մի հատ դու պետք է քննես, հսկես, դու այդ մարդն ես։ Դու լույս տվող ես։ Թե քննադատող տրտնջացող ես։ Այսօր սաղ խոսում են, ինչ որ մեկը մեկի մասին խոսում է։ Մեկը մի բան խոսած, վсё, լրիվ համաձայնում են։
Այդպես չի, մեր համաձայնությունը պետք է լինի Աստծո խոսքի հետ։ Մեր իրար հետ հաղորդակցությունը պետք է լինի Աստծո խոսքի շուրջը։ Մենք պետք է պահենք հոգու միաբանությունը, բայց եթե հոգու միաբանություն չկա, ինչ հոգևոր աճի մասին է խոսքը։ Ինչ եղբայրասիրության մասին է խոսքը։ Ինչ աստվածապաշտության, հոգևոր աճի մասին է խոսքը։ Ես ուզում եմ, ասա ես ուզում եմ լինեմ լույս տվող այս աշխարհի մեջ։ Հալելույա։ Լավ բան ես ուզում։ Շատ լավ բան ես ուզում, բայց պետք է անես։ Ես եմ շատ բան ուզում, բայց շատ բան իմ համար օգուտ չի։ Ամեն բան կարող եմ անել, բայց բոլոր ամեն ինչ չի, որ օգուտ է բերում։ Եթե ես բանը անում եմ, ու դա օգուտ չի, իմ դիմացին չեմ անի։ Ասում եմ, եթե իմանամ իմ հաց ուտելով պետք է գայթակղեմ, երբեք միշտ չեմ ուտի, հաց չեմ ուտի։ Մի արեք այն ինչ որ մարդուն գցում է հոգևորից։ Ու խոսքը գնում է, եթե ինքը հոգևոր է, բխի այն քեզ ձևի վարվում իմ հետ։ Բայց ես իր համար օրերով կանգնած եմ, հալելույա, բայց ինքը չի հասկանում, ինչի է իմ հետ այս ձևի վարվում։ Կա հոգև, ճիշտ ասում մարդը։ Ես 100% քեզ ճիշտն եմ ասում։ Ես գալիս եմ քո համար օրերով աղոթում եմ, որ դու պաշտպանված լինես Աստծուց, բայց քո վերաբերմունքը ո՞նց է իմ նկատմամբ։ Ու էստե է երևում հոգևոր աճը։ Ստե է եկում հոգու կապը։ Ասում եմ, ձեր միջի աշխատողներին կրկնապատիկ պատվի արժանացրեք։ Արժանացնում ես այդ մարդը, քանի տարի առավոտները իրանց քունը թողած 2 տարի համարյա, հա, քուն դաթա չունեին, գալիս էին, միաբան աղոթում էին բոլորիդ համար։ Որ մեկ ասեց, լավ եք արել։ Քո աղոթներն են, որ ինձ բարձրացրեց։ Քո աղոթներն են, որ սատանայից պահեց ինձ։ Քո աղոթներն են, որ իմ ընտանիքը վերականգնվում է։ Դա աներևույթ է, բայց դա գործող է։ Դա չի երևում, բայց գործում է։ Փառք Հիսուսին։ Ես հոգևոր աճում չունես, եթե չես գնահատում այն ինչ որ քո համար արվում է։ Ամեն ինչի մեջ գողացող եղեք։ Գողացեք Աստծուց։ Չէ, սխալվեք, Աստված չի ծաղրվում։ Ուզում ես հաջողակ լինես, խնդրի Աստծուց։ Ուզում ես հաջողակ լինես, ազատվի այդ բեռիցդ, որ այսօր նստած է քո մեջ։ Հանի վրիցդ։ Դեմ կանգնի։ Ո՞ղա չի հանգարց։ Չմիաբանվես ոչ մեկի հետ, որ ինչ որ բանով քեզ հակառակության կտանի։ Չմիաբանվես։ Ոչ մի մարդ անսխալական չի լինում, բայց կարևորը ճիշտ ապաշխարությունն է ժամանակին ու Աստծուն հետ դառնալը։ Տեր իմ Աստված, ես ուզում եմ, որ բոլորը այստեղ լույս տվողներ գնան այսօր այստեղից։ Լցրա քո լույսով, Տեր։ Հալելույա։ Երես ինչա պետք յուղ ու ֆիտիլ ու կայծ Աստծուց։ Ու դու պետք է թույլ տաս, որ այսօր Աստված քեզ նոր յուղով օծի։ Այդ ֆիտիլն էլ կպցնի ինքը, որ դու լույս տալով գնաս ստեից։ Հալելույա։ Երեք մի հատ մեծ ասակ պապիկ կա։ Հալելույա, չնայած ես էլ եմ արդեն պապիկ դառնում, կամաց մեծանում եմ։ Փաթաթվել է ինձ ասում է, ես ուզում եմ, որ օրը 24 ժամ քեզնես փաթաթված մնամ։ Ասեն, ես ով եմ։ Որ ես պապին ուզում ասենց, ասում հենց քեզ ես գրկում եմ, ես տաքություն եմ, ես
խաղություն են վերապրում, Փառք Հիսուսին։ Երևակ ինչպես լույս տվող, ինչպես ջերմություն տվող, փոխանցող մարդկանց։ Ու այդ մարդն ասում, որ երևի այդքան գիտություն չունի, այդքան հավատ չունի, այդքան էլ Աստծու հետ չի հաղորդակցվել, չի աղոթել, նոր հավատ մարդ, որ նոր ընդունել է Հիսուսին, ինքը զգում է այդ։ Իսկ մենք չենք զգում։ Քանի տարվա հավատացյալ ես։ Հավատա, որ հիմա Սուրբ Հոգին գալիս է կանգնում ասում, քանի տարվա հավատացյալ ես դու։ Քանի տարիա դու հավատում ես ինձ, քանի տարիա դու խոսքը խոսում ես։ Ուր է քո հավատքը։ Ով քեզ խաբեց։ Որտե՞ղ են գար։ Ինչ ես սխալ բան խոսում։ Ինչ ես դատում։ Ինչ ես բամբասում։ Ինչ ես բողոքում։ Ինչ ես տրտնջում։ Քանի տարվա հավատացյալ ես։ Դու սկզբից մինչև վերջ կարդացել ես Աստվածաշունչը։ Ինչ է գրած ընդ է։ Տրտնջացին, օձեր վերելան ու շատ մարդիկ ինչ արեցին։ Մահացան։ Ու այսօր ամենաահավորը հոգևոր մահացած մարդն է։ Որտեվ խոսք ասում մի վախեցեք նրանից, ով որ մարմինն է սպանում, այլ վախեցեք նրանից, ով որ հոգին էլ հետն է սպանում։ Ու այսօր շատ մարդկանց հոգիների վրա է հարձակվում, սատանան որ սպանի այդ հոգևորը։ Որտեվ վաղը դու պատասխան ես տալու քո հոգու համար։ Քո հոգու փրկության համար է Քրիստոսը խաչվել։ Փառք Հիսուսին։ Բայց ո՞նց ես քո լեզուն ծառում։ Հալելույա։ Եփեսացիների 4 գլուխ։ 29-րդ խոսքը։ Ոչ մի գեշ խոսք։ Շուրանի կողքին տասա ոչ մի գեշ խոսք։ Չդուրս գա քո բերանից։ Ստես դու։ Լուրջ ստե։ Ասա ոչ մի գեշ խոսք իմ բերանից դուրս չպետք գա։ Բայց այն, որ բարի է։ Ասա որը բարի է։ Որը շինություն է տալի։ Որը շնորհք է տալի լսողներին։ Դա թող դուրս գա։ Գիտես ամենաահավոր իրավիճակը քրիստոնյայի կյանքում, երբ որ մոռացվում է Աստծո արածը, մտքիցդ գնաց։ Դրա համար միշտ Աստված ասում է հիշեցրա, քո դռանդիկներին գրի, քո դռներին գրի, գնացածը տեղը խոսա, նստածը տեղը խոսա, որտեղ գնաս խոսա, ինչ որ Աստված քո համար արել է։ Հանկարծ չմոռանաս, որ Աստված է արել։ Որտեղ հենց այն օրը, որ դու մոռացար, որ Աստված արել, всё, վերջացավ։ Աստված չկա տել։ Աստված ինձ կյանք է տվել։ Աստված ինձ ձեռքեր է տվել։ Ինձ առողջություն է տալի։ Հավատում եք, որ Աստված է առողջություն տալի։ Այսօր օրն է։ Ասա Աստված ջան, ազատիր ինձ։ Բարձրացա ձեռքդ ասա ազատիր ինձ Տեր։ Որ ոչ մի գեշ խոսք այլևս իմ բերանից դուրս չգա։ Ես հիշեմ ով եմ։ Հիշեցրա ինձ։ Հալելույա։ Հովհաննես 1 19
Հովհաննես 1:26 Հալելույա Հովհաննեսը պատասխանեց 26-րդ խոսք 27-ը Հովհաննեսը պատասխանեց նրանց եւ ասեց ես ջրով եմ մկրտում բայց ձեր միջումը կա մեկը որին դուք չգիտեք նա է ինձանից հետո եկողը որ ինձանից առաջ եղավ որ ես արժանի չեմ նրա կոշիկների կապը արձակելու Հալելույա ամեն ասա Հիսուսն եկել է ու ինքն է առաջինը նորից ասա այսօր Հիսուսն է եկել ու ինքն է առաջինը ես դառնում եմ իրանից հետո քո կյանքը մեջ առաջին դիր Հիսուսին քո կյանքը դիր երկրորդային եթե միջև հիմա չգիտես Հիսուսին ու ասում եմ ես իր կոշիկների կապը արձակել իրավունք չունեմ Փառք Հիսուսին ասա փառք Հիսուսին հիմա մեր բոլոր չեմ ուզում ասնեմ մտքի քարոզը մյուս անգամ թող փառաբանությունը գա այսօր սա բավարար է որ դու քո լեզուն վերցնես հսկողության տակ լեզուն նորից եմ ասում մտքի մասին էլ ունեմ քարոզ հոգու մասին էլ ունեմ քարոզ էլ եմ ասում եթե ես 3-ի մասին խոսայի եւ այսօր ստեկ մնայի բայց թող ամեն բան կարգով լինի այսօր քո լեզուն մաքրված սրբված գնում ես ու սկսում ես ճիշտ բաներ խոսալ Հալելույա Տեր իմ Աստված ներիր ինձ հալելույա ես օրհնում եմ իմ քրոջը իմ եղբորը ում դեմ խոսացել եմ ներիր ինձ Տեր օրհնի իրանց ով որ իմ դեմ է խոսացել ներիր Տեր ջան ինձ էլ ներիր Հալելույա կարաս ասես Կարող ասել ճիշտ է ասել գնան քո մեջ գցի բռնի ճիշտ է թե սխալ է թող Սուրբ Հոգին ասի